Արմ ռադիոյի եթերում ԱՊՀ եւ արտերկրի լուրերն են այսօր եթերում։ Կաննում բացվում է 20-յակի երկօրյա գագաթնաժողովը։ Վիկտոր Բուտը պատրաստվում է բողոքարկել ամերիկացի ատենակալների վճիռը։ Հանդիսատեսի ոչ միանշանակ արձագանքի արժանացել Բոլշոյ թատրոնի Ռուսլան եւ Լյուդմիլա օպերայի պրեմիերան։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Այսօր ֆրանսիական Կաննում աշխարհի 20 առաջատար երկրի ղեկավարները երկօրյա հանդիպում են սկսում։ Նրանց ուշադրության կենտրոնում է համաշխարհային արժութաֆինանսական համակարգի բարեփոխումն ու ֆինանսական շուկաների կանոնակարգումը։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը մտադիր է գոլեգաների ուշադրության ներկայացնել ֆինանսական անվտանգության հարցերի վրա։ Առավել կարևոր է բոլոր երկրների բյուջետային դեֆիցիտների նվազեցման որոշումը եւ Ռուսաստանը դա կոշտ կերպով է պնդելու։ Հանդիպման նախօրեին հայտարարել է նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը։ Նա ընդգծեց, որ Ռուսաստանի դիրքորոշմանը սատարում են BRICS խմբի գործընկերները Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանն ու Հարավային Աֆրիկան։ BRICS հանդիպումն այսօր է կայանալու գագաթնաժողովի բացումից առաջ։ Մոսկվան ու Թբիլիսին պայմանավորվածության են հասել ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության հարցի շուրջ բանակցություններում երկկողմանի համաձայնագրի նախագծով։ Այն վերաբերում է երկրների միջև ապրանքների առևտրի վարչարարությանը։ Այս մասին Ժնևում հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար Մաքսիմ Մեդվեդկովը։ ԱՀԿ գլխավոր տնօրեն Պասկալ Լամին վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը կարող է անդամակցել այդ կազմակերպությանը մինչև տարվա վերջ։ Նրա խոսքով բանակցությունները մոտ են ավարտին։ Ռուսաստանը փորձում է անդամակցել ԱՀԿ-ին 1993-ից։ Նոր մասնակցի տեխնացությունը պետք է սատարեն կազմակերպության բոլոր անդամները։ 2008-ից Վրաստանը դուրս եկավ բանակցային պրոցեսից Աբխազիայում ու Հարավային Օսիայում օգոստոսյան պատերազմից հետո։ Ռուս ձեռնարկատեր Վիկտոր Բուտը բողոքարկել է Նյու Յորքի դաշնային դատարանի ատենակալների վճիռը, որոնք դրան մեղավոր են ճանաչել մեղադրական բոլոր կետերով, մասնավորապես զենքի անօրինական վաճառքի համար։ Փաստաբանները հաղորդում են, որ բողոքարկումը կարող է մինչև դեկտեմբերի 2-ը ներկայացվել։ Ինքը Բուտը համարում է, որ նրա պայքարը ամերիկյան դատարանում դեռ չի ավարտվելու, պահանջում է ազատության դուրս գալու հնարավորությունը։ Դատավճիռը հայտարարվելու է փետրվարի 8-ին 44-ամյա գործարարին 25 տարուց մինչև ցմահ ազատազրկում է սպառնում։ Պուտին ձերբակալել են Թայլանդում կեղծ գործողության արդյունքում, որի ընթացքում նա փորձել էր գործարք կնքել նրա երկու բեռնատար ինքնաթիռների վաճառքի մասին, հետո էլ նրան օրենքների խախտմամբ ԱՄՆ արտահանձնեցին։ Չորեքշաբթի Ֆուկուսիմա 1 ճապոնական վթարային ատոմակայանի 2 ռեակտորում քսենոն գազի արտազատումը ռադիոակտիվ տարրերի բնական տրոհման հետևանք է, որը տեղի է ունենում բնության մեջ։ Ինչպես նշում են փորձագետները, քսենոնը հազվագյուտ է հանդիպում բնական պայմաններում։ Այդ պատճառով դրա արտազատումը ավելի հաճախ բացատրվում է որպես անվերահսկվող միջուկային շղթայական ռեակցիայի ցուցանիշ, ներառյալ միջուկային պայթյունը։ TEPCO ընկերության կայանի օպերատորի պնդումների համաձայն, անվերահսկելի միջուկային ռեակցիայի ժամանակ քսենոնը կլիներ մոտ 10,000 անգամ ավելի շատ։ Ռուսաստանի Պետդումայի խորհրդարանի ստորին պալատի քննարկման է ներկայացվել օրինագիծ, որը պարտավորեցնում է միգրանտներին հաստատել ռուսերենի իմացությունը, եթե նրանք պատրաստվում են աշխատել բնակ-կոմունալ տնտեսության, առևտրի եւ բնակչության կենցաղային սպասարկման բնագավառներում։ Այն ընդունելու դեպքում էմիգրանտները աշխատանքի ընդունվելու ժամանակ պարտավոր են լինելու ներկայացնել ռուսաց լեզվին տիրապետելու մասին վկայող փաստաթուղթ։ Դա կարող է լինել կամ ԱՊՀ երկրների դպրոցներում ստացած միջնակարգ կրթության ատեստատ, կամ ռուսաց լեզվի պետական թեստավորում անցնելու մասին հավաստագիր։ Հանդիսատեսի ոչ միանշանակ արձագանքին է արժանացել Միխայել Գլինկայի Ռուսլան ու Լյուդմիլա օպերայի պրեմիերան 6-ամյա վերակառուցումից հետո բացված Բոլշոյ թատրոնում։ Հայտնի ռեժիսոր փորձարար Դմիտրի Չեռնյակովի բեմադրած ներկայացման ավարտին ոմանք բրավո էին կոչում, մյուսները խայտառակություն։ Հանդիսատեսի ու քննադատների մի մասը անթույլատրելի է համարում էրոտիկ դրվագների ներառումը ռուսական օպերայի դասական արվեստի լավագույն գործերից մեկում։ Իսկ ահա օպերային արվեստի այլ սիրողներ ու գիտակներ համարում են, որ բեմադրության ավանգարդային մոտեցումը կենդանի շունչ է հաղորդում։ Քիչ անց ծանոթացեք նաև տեղական լրահոսին։ Մինչ հանդիպում։